Աղջիկս անցնում է դպրոցում քերականություն եւ սովորում է եզակի եւ հոգնակի թվեր, սովորում է կետադրական նշաններ եւ նախադասություններ, իսկ ես մտածում եմ հաճախ մենք ապրում ենք առանց կետադրական նշանների։ Մենք պարզապես գրում ենք մեր պատասխանատվությունը, խաղում ենք մեր դերերը եւ ինչ որ ձևով իրականում չենք տեսնում, թե երբ են լինում այդ փոքրիկ հատվածները, պաուզաները եւ երբ է ամբողջը ավարտվում իր վերջակետով։ Միայն պատմությունն է, որ ի վերջո դասավորում է բոլոր կետադրական նշանները ճիշտ ձևով եւ սկսում է նոր բարբերություն։ Մեզ համար սակայն այժմ իհարկե շատ ձգտելի է, որ այս ամբողջ մղձավանջային վիճակը վերջապես ավարտվի, որպեսզի սկսվի վերջապես նոր փուլ։ Այս զուգահեռով մենք ասենք նոր բարբերություն։ Այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ ցավոք սրտի այս գավաթը պետք է խմել մինչև վերջ եւ այս մարտահրավերը պետք է ի վերջո ստանա իր ճիշտ պատասխանը։ Մյուս կողմից սակայն մենք հասկանում ենք, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը ապրում է մեր այսօրվա զուգահեռով եւ բացատրություններով այդպես կոչված պարզ նախադասություններով, իսպառ չմտածելով լրացումների, դերբայական դարձվածքների եւ այդպես շարունակ, եւ մեզ համար շատ հաճախ իրավի հայտնի չէ, թե որը կլինի իրականում ենթական եւ որը կլինի իրական ստորոգյալը։ Այդ մարդկանց համար, ովքեր ապրում են համառոտ նախադասություններով, ում համար կյանքը սահմանափակվում է այս մեկ օրով, իհարկե ընկալելի չեն մեծ գաղափարներ։ Իրենք ապրում են այս պահի շահով, եւ ոչ մի այլ բան իրենց համար հետաքրքիր չէ։ Եվ հենց այդ պատճառով է այս ամբողջը հնարավոր դարձել, որովհետև մենք հասկանում ենք, որ դավաճանը այլևս եզակի թվով չէ, մենք ցավոք սրտի ունենք այլևս հոգնակի թվով դավաճաններ, եւ իրենք քիչ չեն, եւ դժվար չէ այս ամբողջից հուսահատվել, հանձնվել եւ դադարել պայքարել։ Բայց մենք սակայն հասկանում ենք, որ ի վերջո պատմությունը գալիս է եւ ամբողջը, ինչ որ գաղտնի է միգուցե այժմ, դառնում է ակնհայտ եւ բոլորը ստանում են ի վերջո իրենց արժանի պատիժը։ Եվ դրա համար պատմությունը ուղարկում է մեզ որոշակի փոքրիկ հուշումներ, օգնելով մեզ, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Դավաճաններին անարգում են նույնիսկ նրանք, ում դավաճանները ծառայում են։ Կորնելիոս Տակիտոս։ Պուբլիոս Կորնելիոս Տակիտոս, հին հռոմեական պատմիչ, եղել է Հռոմի քաղաքական եւ ռազմական գործիչ, իրավաբան, գրող, անտիկ շրջանի ամենահայտնի գրողներից մեկն է։ Իդեպ Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են նաև հայոց պատմության ուսումնասիրության համար։ Նկարում Ավստրիայի խորհրդարանի առջև տեղադրված Տակիտոսի արձանն է։ Սա հիանալի, թերևս ակնհայտ արտահայտություն է։ Եվ մենք կասենք, որ մեկնաբանելու կարիք չկա, որովհետև ամբողջը հասկանալի է, եւ հիրավի մենք տեսնում ենք պատմության մեջ, թե ինչպես ցանկացած փուլերում, երբ որ այլևս դատվում են պատասխանատուները, ովքեր որ չարիք են գործել, բոլորը հրաժարվում են նրանցից, բոլորը սկսում են անարգել նրանց, ոչ միայն նրանք, ում որ իրենք ծառայում են, այլ նաև ընդհանրապես բոլորը։ Սակայն երբ որ մենք նայում ենք միայն պարզ հայացքով այստեղ եւ այժմ, մենք տեսնում ենք նորից, տեսնում ենք, որ դավաճանները շատ են, ինչու, որովհետև դավաճանությունը նման է վիրուսի, երբ որ բուրգի վերևում դավաճան է, այլևս այդ դավաճանությունը սկսում է տարածվել համաճարակի նման, եւ ինչպես այժմ Հայաստանում դա բաղը տարածվում է կենդանիների մոտ, ոչնչացնելով մեր խեղճ կովերին, այդպես էլ դավաճանությունը, որը գալիս է իշխանություններից, տարածվում է մարդկանց վրա եւ վարակում է դավաճանությամբ։ Ու ըստ այդմ մենք տեսնում ենք դատավորներ եւ դատախազներ, ովքեր որ դավաճանում են ամբողջ արժեքները, ոչ միայն օրենքը, զուտ հանուն իրենց կոչումների, մենք տեսնում ենք ցավոք սրտի ստվար զանգված հասարակական եւ քաղաքական գործիչների, ովքեր դավաճանում են ամբողջ երկիրը, իրենց սկզբունքները եւ այլն նորից հանուն զուտ պաշտոնների։ Մենք տեսնում ենք անգամ մտավորականներին, ովքեր դավաճանում են
ամբողջ իրենց գովերքած արժեքները հանուն զուտ որպես ինչ-որ բան ոսկորդ նետած գրանտների եւ այդպես շարունակ ու անգամ սարսափելի է, բայց մենք տեսնում ենք դավաճան հոգևորականներ, քահանաներ, ովքեր համարձակվում են դուրս գալ ընդդեմ եկեղեցու, որ ընդհանրապես հասկանալի չէ հանուն ինչի եւ ինչպես կարող է խիղճը տանել դա։ Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ անգամ Աստծո որդին դավաճանված էր ընդամենը 30 արծաթով։ Եվ բոլոր նրանք, ովքեր այժմ մտածում են միայն այդ 30 արծաթի շահեկան կողմի մասին, թող հիշեն, որ պատիժը անխուսափելի է։ Ոչ թե որովհետև մենք ուզում ենք, որ իրենք պատժվեն։ Մի կողմ մեզ, մի կողմ մեր ցանկությունների եւ տեսլական, այլ պարզապես, որովհետև ցանկացած պատճառը ունենում է իրեն համապատասխան հետևանք, եւ ճարիքը միևնույն է, աստիճանաբար մաքրվում է, պատմությունը մաքրում է ամբողջ ճարիքը, հանուն դրա, որ լույսը երբեք չմարի։